Ես Ղազարյան Սիրանուշն եմ 10 տարեկան և ապրում եմ մամայիս հետ։ Մենք Արցախից ենք եկել և որ եկանք մենք ստեղ մնալու տեղ չունենք, ոչ մի չունենք և մի մարդ այս տունը նվիրեց մեզ։ Եվ որ ես 2 տարեկան եմ, իմ պապան մահացավ և մենք մնացինք մենակ։ Ես պապային մի քիչ աղոտ աչքերն եմ հիշում և աղոտ դեմքը մի քիչ։ Ես մի բան եմ շատ լավ հիշում, որ ինքը գործի էր գնում, ինքը ինձ պոչեց ու գնաց գործի։ Մաման շատ է պապայի մասին խոսում ու ես ուպորտանում եմ այդպիսին պապա եմ ունեցել։ Իմ մաման շատ լավն է ու շատ բարի է։ Ինքը ինձ խոսում է մենակ այն բաների համար, որ ես այդ ամեն ինչը սխալ եմ անում։ Մաման գնում է ուրիշների հողամասերը, աշխատում է, գործ է անում և ինձ պահում է։ Մաման շատ ուժեղ կին է, որ պապան չկա, մաման է փետը ջարդում ամեն ինչ անում։ Որ ամեն օր ես գնում եմ դասը, ինքը ինձ լավ բառեր է ասում։ Օրինակ Աստված քո հետ, միշտ լավ լինես, մեկ էլ առողջ լինես ու շուտ կգաս տուն։ Մաման սրտի հետ խնդիր ունի, երբ որ իր դեղերը վերջանում են, ես շատ եմ նեղվում։ Ես որ մեծանամ, առաջին բանը անելու եմ, որ տանեմ մամայիս բուժը, որ ինքը առողջանա։ Այս տունը շատ փոքր է, պատահանները չկան։ Տուն արև չի մտնում, ցուրտ է, խոնավ է, ջել մութը։ Բայց մենք չենք նեղվում, որ գոնե դուրսը չենք մնացել, ունենք այս փոքրիկ հարմարանք տեղը գոնե։ Ես եմ դասարանցիների հետ մեր տուն չեմ բերում, որտև նեղվում եմ, որտև ես ամաչում եմ, որ նրանք տեսնեն, թե ես որտեղ եմ ապրում։ Շոյերը ուրիշներն են տալի, ես այդ հագնում եմ և գնում եմ դպրոց, գալիս եմ տուն։ Ես նրան շատ եմ շնորհակալ, որ գոնե իրանք ինչ-որ են տալի և ես հագնելու մի բան ունեմ։ Իմ մաման լվացքը ձեռքով անում և ես նրան օգնում եմ։ Ես շատ կուզեի, որ մայրիկս լվացքի մեքենա ունենար, որ ինքը ձեռքով չլվանար։ Շատ կուզեի մենք տելևիզոր ունենանք, որ ամեն երեկո մենք նստենք մեր սիրած սերիալը նայենք։ Ես շատ եմ սիրում մասնագործություն, շատ եմ ուզում մասնագործության համար նախատեսված պարագաներ ունենամ։
Ես Աստծուն շատ եմ հավատում, որովհետև ինքը ամեն ինչ անում է մարդկանց համար։ Ես քնելուց առաջ միշտ աղոթում եմ եւ պատմում եմ նրան իմ երազանքների մասին։ Ես շատ եմ նայում, ես կամ հաղորդումը, ամենաշատը սիրում եմ այն պահը, որ դերասանները մտնում են եւ երեխաները գրկում են։ Ես շատ եմ ուզում տեսնեմ Աղիդա Կարապետյանին։ Ինքը դերասանուհի է, ինքը շատ լավ է խաղում, իր կինոները միշտ ես նայում եմ։ Ես որ կանգնում եմ հայլու դիմաց, նայում եմ ինձ ու մտածում եմ, որ շատ կուզեմ իր նման լինեմ։ Որ բախտս բերի իրան հանդիպեմ, կասեմ, որ ինքը շատ լավն է, ինքը շատ բարի սիրտ ունի, ինքը շատ լավ աղջիկ է, որ ես իր հետ հանդիպեմ, ինձ մեկա, որ ուր կգնանք, կայ որ ինքը իմ ձեռքը բռնի, մենք իրար հետ քայլենք։ Ուրեմն րոպեներ անց կայանալու է իմ ու Սիրանուշի հանդիպումը։ Ես շատ հուզված եմ։ Ինքը ընտրել է ինձ ու եթե ընտրել է ինձ, ուրեմն մենք իրար ինչ-որ բան ունենք տալու։ Այս էլ շատ եմ կարևորում։ Ես հիմա հագնել եմ սա, ներկայանալու եմ որպես պաղպաղակի վաճառողուհի։ Ինքը շատ քաղցրակեր է։ Ես էլ եմ շատ քաղցրակեր, ընդհանուր արդեն ինչ-որ բան ունենք։ Չգիտեմ, անհամբեր սպասում եմ իրան, վստահ եմ, որ շատ լավ օրենք ունենալու, այս օրը իմ կյանքում էլ իր կյանքում էլ ինչ-որ մեծ նշանակություն է ունենալու։ Գնում ենք Տերհարի մոտ։ Լավ բանը քեզ համար կան, ուսանատես չլացես։ Եղավ, մենակ ասես ինչի համար ես ուզում, ու լավ կալնի։ Ես շատ եմ նայել ես կամ հաղորդումը ու ես եմ ուզում, որ իմ երազանքը կատարվի ու տեսնեմ ես Աղիդա Կարապետյանին։ Ես սցենարից տեղյակ չեմ, դրա համար հիմա սպասենք, տեսնենք ինչ տեղի կունենա։ Ես դժվարություններ շատ եմ տեսել, ես պայն ամուսին չունեմ, մահացել է 16 թվին, մենակ իմ աղջիկը, ես իմ աղջիկն ենք, իր հետ եմ մեծացնում եմ իրան, աշխատանքներ հողում եմ կատարում, մեկը նման, մեկ չի լինում, ես իմ աղջիկը երազանքների հետևից եմ եկել ես պայն ստեղ։ Լավ ասացիք, որ Աստված տա, իրոք Աստված է տալիս մեզ օրական հանապազորյա հացը եւ ամեն ինչ որ մեզ անհրաժեշտ է, Աստված է տալիս, բայց պիտի հիշենք, որ Աստված ասում է քո ճակատի քրտինքով քո հացը կվաստակես։ Դա շատ կարևոր բան է։ Վաստակում ենք։ Եվ փառք Աստծո, որ այդպես է։ Տերյանից այնքան շնորհակալ եմ մեր հարևանությանը, իր կողին կանգնած բոլոր այն անձանց, ով օգնում է, ինձ մենակ չեմ իրան գոշիկա շորա հաս չբառում ես համար է սաղ նոմա տվությունն են անում սենց ասեմ, ես տանից վաճիրը պսկում, ես հազիվ իրան եմ պահում, ուղղակի երազանքը են այս պահին, որ տերի է դերասանի պարուն, տեսիմ, դրանք մոսկեղնի։ Առաջն Աստված։ Առաջ Աստված, անպայման, առաջ Աստված։ Գոնե ինքը տեսնի, ոչ իման չի ուզում։ Իր ցանկությունը դա է։ Հիմա տիկին Աննա, թույլ տվեք խնդրեմ, որ Սիրանուշին տանեմ ինձ հետ։ Գնանք տեսնենք, թե սցենարը ինչպես է լինելու, ես կամ ինչ սցենար է նախապատրաստել։ Գնանք։
Ինչպես տեսնում եք, ես արդեն պատրաստ եմ։ Ու կարծում եմ նաև գիտեք, որ ես կամ մի հանդիպումները սովորական չեն լինում, ու մենք էլ բացառություն չենք լինելու։ Էնպես որ Սիրանուշ, ես քեզ սպասում եմ։ Ամբողջ գիշեր չեմ քնել ու մենակ ես գիշեր չեմ։ Երևի արդեն մի շաբաթ չեմ քնում գիշերները ու մտածում եմ, թե ոնց է մեր հանդիպումը կայանալու։ Մի շատ սիրուն թռչնատառ եմ գնել իր համար, որը թաքցնելու ենք պաղպաղակի մեջ ու ինքը ուտելուց դա պիտի գտնի։ Շատ հետաքրքիր սցենար ենք մտածել ու վստահ եմ, որ ամեն ինչ հիանալի է անցնելու։ Չնայած նրան, որ ես շատ լարված եմ։ Շատ է սիրում ուրեմն իրեն։ Ես իրան երազումս տեսել էի, որ ինքը ես իրան մի օր կհանդիպեմ։ Ինքը իմ երազի մեջ ասաց, որ ես մի օր կտեսնեմ իրան։ Ինքն ասաց, որ ուզում է քեզ հետ հանդիպել։ Ես նրա բարի սիրտն եմ սիրում, ինքը շատ բարի է, ինքը շատ լավ բնավորություն է, իր դերերը, ու ես շատ եմ հավանել նրան և ուզում եմ տեսնեմ։ Գոնե ոչինչ, ես իրան չտեսնեմ, բայց ուզում եմ իմ սարքածը նվիրեմ իրան։ Մաքուր սրտով, հույսով, հավատքով կատարված աղոթքը Աստված լսում և կատարում է։ Եվ հիմա դու խնդրել ես, չէ՞, Աստծուն հանդիպես։ Ուրեմն հավատա, որ այդպես կլինի։ Մաման պապայի մահից հետո ոչ մի երջանկություն ոչ բան չի տեսել։ Ինքը մենակ ինձանով է հպարտացել։ Ես էլ գոնե մտածում եմ մի լավ բան լինի, ու իմ մայրիկը շատ ուրախանա։ Ես շատ եմ ուզում մամայի երեսին ժպիտ տեսնեմ։ Բայց հետաքրքիր է, մարդը չի մոտենում, ինչու՞։ Լավ, մոտենամ երևի վերցնեմ այդտեղից, հա։ Դու տես այնտեղից գուցե մարդ է մոտենում, ես մենք տեսնեմ։ Ահա։ Ես բարդ Ինչ է։ Այդ ինչ է։ Շահովի է։ Գոնե զգուշացնել, որ մեջը բան կա, որ հանկարծ խեղդվեր երեխա։ Մեկ քո անվան սկզբնադառն է, ինչ է գրած, սա։ Սիրանուշ։ Այս պետք է իմանամ, այդպես չի, թողնել չի կարելի։ Բայց դու կարող ես գուլ տալ և խեղդվել, չէ՞։ Դե մի հատ հարցնեմ, տեսնեմ ինչու չեն զգուշացրել, որ մեջը բան կարող է լինի։ Մի րոպե։ Բա իմ պաղպաղակն ուրա։ Ինձ
ինձ պաղպաղակ չկա։ Շատ սիրուն ես, գիտես դու։ Հավատում էիր, որ գալու եմ, հա? Ես շատ եմ սպասում։ Ես էլ քեզ ես մի ժամա քեզ եմ սպասում, գիտես։ Հավանեցիր։ Հա, քոնն է։ Հելենստի տեսնեմ։ Բայց տեսար որ ստառա։ Ես գիտես ինչ եմ բերել, որ միշտ վզիտ ունենաս, միշտ ինձ հիշես եղավ։ Հիմա ես մեծ դժվարությամբ պետք է գցեմ, որտեղ եղունգն ես երկար է։ Արի։ Օ, հլի մազեր կքաշես, որ խնդրեմ։ Օ, պրես իմ սիրուն մազեր ունես։ Ես էլ քո համար նվեր ունեմ։ Լուրջ։ Դու ես սարքել։ Շատ սիրուն է։ Իմ համար ես գրել, դու ես գրել։ Ահա դու ես էկրանում։ Ինչ հմայիչ ու սիրուն։ Դու քո խաղով մեզ գերում, ամեն մի սիրտ գրավում։ Աննման ես ու գերող, ինչքան ասես հմայող։ Դերերը քո բազմազան, ամենալավ ու իրական։ Ամենալավն ու իրականը դու ես։ Գիտես, ես միշտ պահելու եմ մոտս։ Ես էլ քո համար եմ լիքը նվերներ բերել, բայց սրան չեն հասնի։ Ես ու մամաս ասում ենք, որ մեզ նվերներ պետք չի մենակ դու գաս։ Եկել եմ։ Ես շատ էի սպասում։ Ես իմացել եմ, որ ասել ես, որ ես շատ բարի եմ։ Այդ ինչի՞ց ես հասկացել, որ շատ բարի եմ։ Որովհետև դու շատ բարի դեր էիր տանում։ Հա, մենակ դերերով, հիմա իսկական այդոլին կճանաչես, հա? Ահա։ Որպես մահից հետո մեր տունը ոչ մի ուրախություն չի եղել, որ մամաս իմանա շատ կուրախանա։ Բա հորա մաման։ Այնտեղ մաման նստած է, ինքը չգիտի, որ իմ քո հանդիպումը եղել է։ Դու էլ չգիտեիր, չէ՞։ Ահա։ Գիտես, հեսա գնալու ենք մամային լավ դիմավորենք։ Մաման էլ զոր մնա, հա։ Հանդիպել եք։ Այո։ Ողջույն։ Ողջույն։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։ Շնորհակալ եմ։ Ինչ լավ է։ Մենք հանդիպեցինք վերջապես։ Ուրախ ես։ Ապրես։ Ես կամ նախագիծն ունի այդ բարի նպատակը, որ երեխաներին հայտնի, որ երազանքները իրոք կատարվում են։ Եվ հնարավորություն է տալիս հայտնի դեմքերին, որ իրենց ջերմիկ վերաբերմունքով երջանկացնեն երեխաները։ Եվ հիմա բայց խնդրում եմ ինձ թվեք ես գնամ, եւ մենք հետո կհանդիպենք եկեղեցու։ Անպայման։ Այսօրվա մասին խոսել։ Անպայման։ Շնորհակալություն։ Ցտեսություն։ Էս էլ ես։ Հիմա պետք է միասին նայենք, տեսնենք թե ինչեր կան ներսում։
հավանել եմ ներում։ Էլ ինչ ունենք ստեղ։ Ես ուզում եմ, որ դու այս գիրքը կարդաս ամեն տարի։ Ասեմ ինչի։ Որովհետև ամեն տարի դու այս գրքի տողերը յուրով ես հասկանալու։ Եղավ ինքը շատ հեքիաթային գիրք է ու շատ սիրուն տողեր կա իր մեջ։ Այս կարդալու ես ու միասին վերլուծելու ենք։ Եղավ։ Այդ դեպքում ես ուզում եմ մի հատ գաղտնիք պատմեմ։ Ասա։ Ես միշտ ուրիշներն են ինչ-որ ես տալի, ու ես այդ չորերով հագնում եմ, ունում եմ դասի գալիս եմ։ Ես ոչ մի անգամ նոր շորթ չեմ հագել ու ուրախ եմ, որ դուք ինձ ուրախացրեցիք։ Ոչ, կեսօրվանից կհագնես։ Ես ուզում եմ այս սիրուն շորերը հագնենք, մամաս այդտեղ նստած է, գնանք իրան ուրախացնենք։ Անպայման։ Մամային էլ գիտես ինչ ենք տանելու։ Սիրուն ծաղիկներ։ Հա? Ահա։ Կամաց։ Տեսքդ ուղակի փայլուն է, հələ պտտվի տեսնեմ, ոյ, շատ սիրուն ես։ Ու քո նման սիրուն ծաղիկներն էլ նվիրում եմ քեզ։ Այ դա քուրիկ։ Ջան։ Ես երբեք ծաղիկներ չեմ ստացել։ Այսօր հետ կստանաս։ Իսկ սա ումա գիտես։ Մամայինը։ Այո։ Մաման չգիտի, չէ՞ որ անցել ես։ Չէ։ Այ դա քուրիկ սիրուն է։ Շատ սիրուն ես, ոչ թե սիրուն ես։ Գնացինք։ Ձեր շնորհիվ է, որ շատ սիրուն եմ։ Դե գնացինք։ Բա ես սիրուն եմ։ Հա, դե գնացինք, արի։ Վայ, վերցն ես դու գիտես։ Հա, շատ սիրուն ես։ Հա։ Գիտես որ վերցն ես։ Հա, ասել են։ Իսկ դու պարել սիրում ես։ Պարել այդքան էլ չէ, բայց հա։ Այդքան էլ չէ, բայց հա, հիմա հա թե չէ։ Դու չգիտես որ ես պարում եմ։ Գիտեմ։ Գիտես։ Քո պապիկն էլ մեծ խումբ ուներ։ Դու լավ տեղեկացված ես ինձնից, հա։ Բայց չես ուզում պարել սովորել։ Ուզում եմ։ Դուք մեզ հաստատ չեք սպասում, չէ՞։ Փոքրիկ երեսանքը շատ ուրախ եմ ձեզանից։ Պատես։ Շնորհակալություն շատ։ Դեպի խոսքեր չունեմ։ Անչափ ուրախ եմ։ Իմ աղջիկ ձեզանից գորշու հակալ եմ կազմակերպությունից, դասենց առիթներ կա, փոքրիկներին կարող եք ուրախացնել, կեսապատակներին հասցնեք։ Աստված տա ձեր բոլոր նպատակները կատարվեն։ Բոլորի դա ջան, բոլորիս նպատակներինս ինչքան երազանքներ կատարվեն, փոքրերի երազանքները իրականանա։ Աստված գիտի ես ինչպես եմ մի անմեծացրել, ինչերի միջով եմ անցել իր հետ, ես չէի ցանկանա այդ ինքը տեսնի, բայց Եվ իմ իր ճակատագիրն էր։ Ոչ, ինք ավելի ուժեղ աղջիկ է մեծանալու։ Համաձայն եմ, այնքան ուժեղ է, որ իր ասպիրացանքը իրոքից կատարվեց։
Շնորհակալություն եմ հայտնում ամբողջ օրին մեր երեխաներս նվիրեն, իր հետ ես անցկացրել, անչափ ես իրան մենակ եմ մեծացնում ու եւ իր ամենամեծ ուրախությունը այս օրը կներ իր համար, իր հայրիկից հետո։ Ինչքան ուզեցել եմ էլի ուրախացնում եմ, բայց ես իր նպատակն էր, որ կատարվեց։ Ես այնքան եմ ուրախ, որ մի աղջկան հիմի ոտից գլուխ նոր եմ տեսնում։ Շատ ուրախ եմ, եւ ինքն էլ շատ ուրախ։ Ինքը գիտեք ինչ լարված էր։ Թե դուք ոնց կարձագանք եք։ Անհամբեր սպասում էր։ Իրոքից հպարտանում եմ իրանով, ես իրան ունեմ։ Իրան ոչ մեկ չունեմ ես։ Այո, դուք իրար ունեք։ Իրան ունեմ։ Մեկ էլ ինձ։ Արդեն քաշվեմ իմ մեծ աղջիկ, արդեն եթե քաշվեք։ Անչափ ուրախ եմ Ադա ջան։ Անչափ շատ ուրախ։ Ես եմ շատ ուրախ։ Ու բոլորս կազմակերպողներին, ես կամին, իրանց հիմնադրամին։ Ուրեմն ես կամ եմ։ Տիկին Ռոզա Ծառուկյան եմ։ Իմացել են, որ դուք մի շարք խնդիրներ ունեք, ու ես իմացել եմ, որ ձեր աղջիկը ձեր համար ուզել է լվացքի մեքենա, հեռուստացույց ու նմանատիպ մի շարք հարցեր լուծել են իրենք։ Հիմա ձեր թույլտվությամբ մենք պիտի գնանք, Սիրանուշին պիտի վստահեք ինձ, մենք պիտի գնանք լավ օր ունենանք, իսկ դուք պիտի գնաք խանութ եւ վերցնեք ձեր նվերները, հեռուստացույցը, լվացքի մեքենան, հետո արդեն կհանդիպենք։ Շնորհակալություն եմ հայտնում տիկին Ռոզա Ծառուկյանին, որ այս հիմնադրությունը հիմնել է ու մեր հոգսերն թեթևացրել է։ Այս ամբողջը մեր ձեռքով եմ նվազ քարե սառը ջրով, տաք ջրով պահ եղել, որ չի եղել։ Իմ աղջկա երազանքը կատարվեց ու այնքանով եմ ուրախ, որ համ ինքը ռեսուրսություն ունեցավ, համ էլ ես լվացքի մեքենա, որ ձեռքով լվաց չեմ անի։ Աղջկան ասենք Դեկա հանդիպենք։ Ձեզ լավ օր եմ ցանկանում, հետո կմիանաք մեզ։ Շնորհակալություն։ Գնացինք։ Գնացինք։ Տեսություն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհավորում եմ, դուք արդեն ունեք լվացքի մեքենա եւ հեռուստացույց, այս ամենը տիկին Ռոզա Ծառուկյանի կողմից։ Շնորհակալ եմ տիկին Ռոզա Ծառուկյանին այս ամեն ինչ ուշադրություն դարձնելու համար։ Շնորհավորում ենք, 3 օրվա ընթացքում Ռեզոն խանութսրահից առաքումը կիրականացվի։ Շնորհակալություն ձեզ շատ։ Գիտես, տիկին Ռոզա Ծառուկյանը այնքան նրբանկատ է գտնվել, որ այս ամենը մեզ է ուղարկել։ Մենք հիմա ինչ պիտի անենք։ Ուտենք։ Իհարկե։ Որից ենք սկսելու։ Պիցայից, չէ՞, դու պիցա ես սիրում։ Ամաչում ես, ասես, հա, ամաչում ես։ Բայց ինչ եմ սիրում, հələ մտածեմ, ինչ կարամ ես։ Էլի պիցա։ Էլի պիցա, պիցային կուտում երկուսս էլ։ Ուտենք։ Չգիտեմ։ Բայց ասում եմ լավն է, չէ՞ եղանակը։ Ճիշտ է, մենք մի քիչ ուրիշ պլաններ ունեինք, բայց դա մեզ չի խանգարում, չէ՞, որ մենք հրաշալի օր ունենանք։ Համ էլ ես անձրև շատ եմ սիրում։ Դու էլ ես սիրում մի քիչ, հա, մի քիչ։ Լավ։ Ապա։ Դեսքսի։ Բարի ախորժը։
պատրաստել գիտես։ Տես, որ ասեմ փայլում եմ խոհանոցում սուտ կլինի, բայց պատրաստել գիտեմ ինչ-որ բաներ։ Ու խոստանում եմ մի օր քո համար ինչ-որ համով բան եմ պատրաստելու, որ ուտենք միասին։ Ինչ պատրաստեմ, բայց տորթել եմ թխում մեկ-մեկ, 1000-ից մեկ։ Ճաշակով։ Իմ ճաշակով պայմանավորվեցինք։ Ես ժոգետ չունեմ, գիտես, չէ՞ չեմ մտածում։ Ես բերել եմ։ Ու ինչ լավ է, դու պատրաստված եք ինի, հա։ Առուտը ցուրտը մոմն ասաց հաքի։ Լայն կողմով կտվի։ Անդրևանոցդ էլ կողքդ կդնես։ Իսկ կարող է իմանաս, էս ինչ տուփ է։ Չէ՞։ Իսկ որ եկե կողքը նստել ես, կարող է բացես։ Դե, բացի տեսնենք ինչ կա ներսում։ Այս ինչերը։ Ասեղնագործության պարագաներ։ Ես իմացել եմ, որ դու շատ ես ուզում ունենաս ու որոշեցի քեզ նվիրել։ Սիրունեն։ Այս քո գործը ավելի է հեշտացնելու, արդեն պատկերները կա։ Պիտի իրանցով հեշտ ասեղնագործել լինեին։ Բայց դրա հետ մեկտեղ նաև դու ունես կտոր, որ ավելի բարդ է։ Ասեղներն էլ այստեղ ու այստեղ թելերը։ Ինձ թվում է սկզբնական շրջանում կարաս թելերով սկսես, չէ՞, ավելի հեշտ կլինի։ Այդ դուք ապրես շատ, որ ես այսքան լավ բաներ ունեմ, ուղղակի ինձ համար ոչ մեկ չսա չի արել, ես որ մեծանամ փող աշխատեմ, ձեզ համար էլ կառնեմ։ Այդ դու ապրես։ Ու այս ամենափոքր բանն է, որ ես կարող եի քո համար անել։ Ես ուզում եմ դու միշտ երջանիկ լինես ու հավատաս, որ երազանքները կատարվում են։ Հավատում ես, չէ՞։ Հիմա ես ուզում եմ դու մի քիչ քո մասին ինձ պատմես, ոնց եք ապրում։ Մենք շատ դժվար ենք ապրում, մաման հազիվ ամեն ինչ կարողանում է բանը մի քիչ անի ինձ համար։ Օգնում ես մամային տան գործերում։ Ես մաման միշտ օգնում եմ տան գործերով։ Մաման ինձ ունի, մենակ ես էլ մենակ իրան ունեմ, մենք էլ ոչ մեկի չունենք։ Իսկ դու քանի տարեկան ես եղել, որ պապատ մահացել է։ Ես 2.5 տարեկան եմ եղել, որ իմ պապան մահացել է։ Ես չեմ հիշում, մենակ իր նկարներն եմ նայում ու հպարտեմ որտենց պապա եմ ունեցել։ Պապան միշտ քո սրտում է։ Ու դու պիտի այնքան լավ աղջիկ լինես, որ պապան հպարտանա, չէ՞։ Ու դու պիտի մեծանաս։ Ու այն ամենը, ինչ որ մաման հիմա փորձում է քո համար անելու անում է, դու կրկնապատիկը պիտի մամայի համար անես։ Չէ՞։ Ես անպայման որ մեծանամ, իմ մաման շատ լավ եմ նայելու, որ իմ մաման միշտ ծնողական ժողով է լինում, ինքը գալիս է որ ծնողական ժողով, իմ դասարանցիների ծնողների պապաներն էլ են գալի, եւ ես շատ եմ ուզում իմ պապան էլ իմ կողքին լինի։ Սիրանուշ, ես քեզ հիմա չեմ կարող ասեմ, որ դու չնեղվես, բայց դու պիտի շատ ուժեղ լինես ու գնահատես քո մամային, որովհետև դու մամայի տուն ես, ինքն էլ քեզ ունի ու դուք իրար ուժ եք տալիս, չէ՞։ Ես շատ հպարտ եմ, որ իմ մաման գոնե իմ կողքին է։ Գիտես, երբ որ իմացա, որ ինձ քո նման հրաշք
երեխա է ընտրել, իմ ամբողջ մարմնով ես փշրաքաղվել եմ։ Ու ես անկեղծ եմ ասում, այդ օրվանից չի եղել նենց գիշեր, որ ես պարկ եմ ու չմտածում քո մասին։ Թե դու ինչ ձև ես լինելու, թե մենք ինչ զրույց ենք ունենալու, թե ոնց անցնելու մեր օրը։ Հետո գիտես, դու ասել էիր, որ ես բարի եմ, այդ իմ մեջ շատ էր տպավորվել։ Ես բարի եմ, թե չէ։ Բարի։ Բարի եմ, հա։ Դուք բարի եք նրանով, որ իմացել եք իմ մասին ու եկել եք ինձ տեսնալու։ Ես չի կորոջկու։ Ապրես, որ ընտրել ես ինձ, ես շատ երջանիկ եմ, գիտես։ Գիտես հիմա ուր ենք եկել։ Հա, ուր ենք եկել, արի մոտես։ Քո բարի ստուդիան։ Իմ բարի ստուդիան, հա, դու գիտեիր, չէ, ստուդիայի մասին։ Ուրեմն մենք եկել ենք մի վայր, որ իմ համար շատ կարևոր ու հարազատոյս շատ է ուզում, որ դու այստեղ լինես։ Ու գիտես ինչ ենք եկել։ Որ տեսնես թե երեխեքը ոնց են պարում։ Ու ես գիտեմ, որ դու էլ ես սիրում պարել, մենք միասին պարելու ենք։ Ես գիտեմ, որ քո պապին, պապան, մաման պարողներ են։ Ճիշտ գիտես։ Հենա տես մեծ պապիկս է, փոքր պապիկս է, պապաս ու մամաս։ Այն էլ ես եմ։ Երեխեքի հետ։ Դու պարտանում ես, չէ՞, քո լավ ընտանիքով։ Իհարկե, ոնց որ դու քո մամայով ես պարտանում, ու այսօր ամբողջ օրը խոսացիր քո մամայից, այդ իմ համար այնքան կարևոր է, այդ այնքան սիրուն բան է, այդտենց ես եմ իմ ընտանիքին վերաբերվում։ Ու ապրես դու, շատ կարևոր գիծա միշտ պահի այդ գիծդ։ Եղավ, միշտ սիրի ու գնահատի մամայդ, հա։ Գնանք ներս։ Հա։ Բայց ես չեմ կարելի։ Բայց չես պարելու, լավ, որը գնանք նայենք։ Բարև ձեզ։ Արի առաջում ենք, հա։ Ոմոչում ենք, ես։ Ո՞չ ես։ Լավ, Աննդ կասես։ Սիրանուշ։ Գիտես ով է ինքը։ Ով է։ Քո մաման։ Ինքը մասին ամեն ինչ գիտի։ Համեց։ Իրենք իմ երեխեքն են, ում հետ մենք շաբաթական 2 օր դաս ենք անում։ Համ ես, համ մաման։ Ծանոթացեք, ինքը իմ Սիրանուշն է, ես իրա մեծ քուրիկն եմ այսօրվանից։ Ուրեմն ես կամ հաղորդման շրջանակներում, ես ու Սիրանուշը այսօր հանդիպել ենք, ծանոթացել ենք, իդեպ շատ հետաքրքիր ձևով ենք հանդիպել, բայց այդ գաղտնիքա չեմ ասում, հետո դուք գնայեք կտեսնեք։ Իրենք գիտեն, որ ես իրանց շատ եմ սիրում, բայց նաև պետք է իմանան, որ այսուհետ ես նաև Սիրանուշին եմ շատ սիրում, չէ՞։ Ես ու Սիրանուշը որոշել ենք, որ այսօրվա օրը մեր օրացույցում ամենահիշարժան ու կարևոր օրերից մեկն է, չէ՞, նշվելու որպես։ Ու հիմա ես իմ ողջ ընտանիքի անունից ու նաև իմ անունից քեզ մի էսպիսի բան եմ ասում։ Դու իրենց պես կարող ես հագնել այս վառ, գունավոր, սիրուն համազգեստը ու գալ ու ինձ մոտ պարել սովորել։ Լրիվ անվճար։ Երբ ցանկանաս։ Պայմանավորվեցինք, ես քեզ սպասելու եմ։ Եղավ։ Ես այդ բարի եմ մնացել, բայց իսատ եմ թողել։ Հիմա կգաս կշարունակես, լավ։ Երբ ուզես դու ինձ կզանգես, մենք կպայմանավորվենք ու դու արդեն կսկսես բարի հաճախել։ Մենք կսպասենք։ Հիմա գիտես իրանք ինչ պիտի անեն քո համար։ Ինչ պիտի անեն։ Տեսնենք ինչ են պարում։
ապրեք։ Հավանեցիր։ Հա։ Գիտես, ես փոքրուց պարում եմ ու իմ համար շատ կարևոր է պարարվեստը։ Շատ, ես անասելի շատ եմ սիրում ու առանց պարի ինձ չեմ պատկերացնում։ Բայց քանի որ նաև ունեի փոքրուց երազանք դերասանուհի դառնալու, ես համատեղեցի։ Համ են եմ անում, համ են եմ անում։ Ու ես գիտեմ, որ դու էլ ես տենց։ Հլա ասա, ինչեր ես սիրում անել։ Դաշնամուր նվագել, էլ։ Կարուձև անել, էլ։ Ուզում է երգչուհի դառնա։ Ու ես քեզ վստահեցնում եմ, մեկը մյուսին չի խանգարելու, եղավ։ Սիրանուշ ջան, ես քեզ ցանկանում եմ, որ դու կյանքում միշտ լինես ուրախ, քո բոլոր օրերը անցնեն ժպիտով, առողջ ամենակարևորը ու հասնես քո բոլոր նպատակներին, ինչ երազանք որ ունես, հավատակ իրականանա։ Ինքը իր մամայի համար ինքան լավ աղջիկ է։ Նա երևում է, որ ինքը լավ աղջիկ է։ Ամեն ինչով օգնում է, չէ՞ մաման։ Ինչով կարողանում է Ապրես դու։ Ասում է տան գործերը անում եմ, մինչև մաման հասնի տուն։ Վայ, ապրես դու։ Ես մամայի համար փոքրիկ նվեր ունեմ, կփոխանցես մամային, լավ բալես։ Շնորհակալություն։ Քեզ էլ շնորհակալություն։ Մամային էլ շնորհակալություն, որ այսպես լավ բալիկ ունի։ Բայց կփոխանցես մամային քեզ չփոխանցի։ Դե մենք հիմա գնում ենք, մենք մի փոքր բան ունենք անելու։ Գնանք, մենք հետո կհանդիպենք։ Գնացինք։ Հաջողություն։ Ստացություն։ Այ այնտեղ նստի։ Քեզ դուր եկավ մեր օրը։ Ինձ էլ ու շատ, մենք շատ հիշարժան ու սիրուն օր ենք ունեցել ու իմ համար շատ կարևոր օր։ Գիտես Սիրանուշ, ես շատ եմ սիրում նկարվել։ Գիտես ինչի։ Չէ։ Որովհետև դրանք հիշողություններ են, որոնք մնում են միշտ իմ մոտ։ Ես միշտ, երբ նկարվում եմ, հետո գնում եմ այդ նկարները տպվում եմ, ունեմ տետրեր, որտեղ որ փակցնում եմ ու պահում եմ։ Ու քանի որ մենք այսօր շատ սիրուն ու հիշարժան օր ենք ունեցել, ես ուզում եմ սա քեզ նվիրել։ Գիտես սա ինչ է։ Այստեղ մեր բոլոր էմոցիաներն են այսօրվա։ Սիրուն է։ Հավանում ես։ Հա։ Այս քեզ ամեն անգամ կնայես այս նկարները, կհիշես մեր խոսակցությունները ու կհասկանաս, որ դու շատ ուժեղ աղջիկ ես ու դու ամեն ինչ կարող ես։ Հա։ Արի գրկեմ քեզ։ Շնորհակալություն։ Սիրուն։ Ինձ էլ աշոտ դուր գալիս։ Կպատկերացնի, որ առավոտվա նկարներս այն շուտ կլինեն քեզ մոտ։ Չէ՞։ Ավասակելը շատ շնորհակալ եմ իրանից։ Ես շատ բան սովորեցի այսօր ու ես հասկացա ինչ նշանակում բարիությունը։ Ու շատ շնորհակալ եմ բոլորից հետ։ Ես քեզ եմ շնորհակալ ուրեմն։ Մենք անպայման հանդիպել ենք էլի, չէ՞։ Ու հետո էլի ինչ ենք անելու, մեր նկարները հանելու ենք, ու էլի սենց բան սարքենք, չէ՞։ Պայմանավորվեցինք։ Հա։ Բարի երեկո Այդա ջան։ Բարի երեկո։ Մեր նկարահանումներից մի քանի օր անցել է արդեն։ Ուզում եմ վերհիշեք այդ օրը ինչպիսին էր այն։ Գեղեցիկ էր, լուսավոր, շատ էմոցիոնալ։ Մինչև այսօր խոսում ենք Սիրանուշի հետ, Մայրիկի հետ։ Շատ լավն էին, երկուսն էլ շատ։ Աննկարագրելի լավն էին։ Շատ մաքուր սիրտ ունեին երկուսն էլ։ Սպասում եք, որ ձեզ կզանգարեն մի օր եսկամից։ Չէի սպասում, բայց միշտ մտածել եմ, եթե զանգեն ինչ պիտի անեմ։
ով պիտի լինի այն երեխան, ով ինձ կընտրի ու ես ինչ կարող եմ տալ այդ երեխային։ Այդ եմ միշտ մտածել եմ, որովհետև բոլոր հաղորդումները նայում եմ միշտ։ Ու ես իսկապես երջանիկ եմ, որ Սիրանուշն ընտրել էր ինձ ու մենք ունեցանք այդ օրը։ Սցենարը շատ հետաքրքիր էր գրված։ Սիրանուշը ձեզ մեջքով նստած, դուք էլ որպես պաղպաղակ վաճառողի, ինչ եք զգում, ինչ եք ապրում այդ պահին, երբ որ տեսնում եք իրեն մեջքով նստած։ Դե էմոցիաներս չեմ կարող նկարագրել, սիրտը շատ արագ էր աշխատում ու շատ լարված էի, ու ամեն պահի փորձում էի ինձ անել, որ հանկարծ երեխան ինձ չնկատի։ Ես առհասարակ երեխաներին շատ եմ սիրում, շատ, ու ես վստահ եմ, որ Սիրանուշին եմ շատ սիրելու։ Ես հուսով եմ, որ մեր հանդիպումը իրեն ինչ-որ բան տվեց, ես կարողացա այդ օրը երջանկացնել իրան։ Ես շատ մեծ հույսեր ունեմ։ Ինչպիսի աղջիկ էինք։ Լուսավոր, բարի, իր մայրիկին շատ գնահատող, ինչը ես նկատել եմ առաջին իսկ պահից։ Անդադար մամայի մասին էր խոսում ինքը։ Իմ համար շատ կարևոր է, որ մարդ գնահատի այն ինչ ունի, իսկ ինքը այդ գնահատում էր։ Ամենափոքր բանը այն ինչ ինքն ունի, ինքը դա գնահատում է։ Ես ուզում եմ ինքը այդ արժեքը երբեք չկորցնի իր մեջ։ Սիրանուշի համար իր մայրիկը ամեն ինչ է, կյանքի օրինակ։ Եվ Սիրանուշն էլ անդադ շեշտում էր, որ մայրիկս էլ ձեզ տեսնի, շատ կուրախանա։ Իսկ դուք ինչպիսի ապրումներ ունեցաք, երբ իր մայրիկի հետ հանդիպեցաք։ Ես ամբողջությամբ տեսա ու զգացի Սիրանուշի ասածը, որ ինքը ասում էր, որ մամաս ձեզ տեսնի շատ կուրախանա, ես դա զգացի։ Ես զգացի, թե ինքը ինչքան երջանկացավ, երբ իր աղջկա երազանքը կատարվեց։ Իրանք իրար ունեն ու ես անսահման ուժ եմ ցանկանում Սիրանուշի մայրիկին, որ կարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները։ Ես վստահ եմ, որ իրանք երկուսն էլ կհաղթահարեն այդ դժվարությունները։ Երեխայի հետ կապը պահելու եք։ Իհարկե։ Ես Սիրանուշին հարցրեցի, ասեցի դու ինչ գիտես, որ ես բարի եմ։ Ասեց տեսել եմ հեռուստացույցով, զգացել եմ։ Ասեցի այ հիմա հանդիպումից հետո նոր կասես բարի եմ, թե չէ։ Կապը պահելու եմ։ Չեմ կարծում, որ շատ հաճախ կստացվի հանդիպել, բայց ամեն ինչ կանեմ, որ կարողանանք գոնե ամիսը 1 կամ 2 անգամ հանդիպել, ինչ որ տեղ գնալ, կատարել Սիրանուշի երազանքները, ինչ որ կկարողանամ կփորձեմ անել, իմ համար դա շատ կարևոր է։ Վստահ եմ, որ ձեր հանդիպումները Սիրանուշի երջանիկ օրերն են լինելու։ Ես շատ ուրախ կլինեմ։ Որն է ամենակարևոր բանը, որ տանում եք եսկամից։ Երևի թե անշահախնդիր բարությունը տեսնելն ու սերը։ Անկեղծորեն սերը, որովհետև երեխաները չեն խաբում։ Իրանց սերը շատ մաքուր է։ Ես շատ ուրախ եմ, որ այս նախագիծը կա։ Ես միշտ նայում եմ, միշտ հետևում եմ բոլոր երեխաների ու բոլոր արտիստների հետ հավասար հուզվում եմ։ Շատ ուրախ եմ։ Ու շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այս գործում։ Հազար փառք Աստծո։ Աստված ձեզ շատ օրհնի, շնորհակալ ենք ձեզանից, որ ձեր օգնությամբ մի մանուկ երջանկացավ։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ, բոլորիդ։ Աղոթենք ձեզ համար։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն, Պահապան ամենայնի Քրիստոս, աչ քո հովանիլիցի ի վերա հայդա աղախնիսկո, ի տվե և ի գիշերի, ի նստիլի տան, ի գնալի ճանապար, ի ննջել և ի հառնել, զիմի երբեք սասանեցայց, և ողորմյակ ու արարածոց, և ինձ բազմամեղիս, Փառքոր և որդվո և հոգվույն սրբո, այժմ և միշտ և հավիտյան Սավիտենից, ամեն։